Մարտի 1-ի մասով կրկին պարոն Մինասյանը այս ամբիոնից հայտարարեց հետևյալը. Գլխավոր մեղավորը հայտնի է բոլորին։ Խժդժությունների հեղինակն էլ է հայտնի Նիկոլ Փաշինյան անունով։ Հիմա նոր սերնդին փոխանցելու համար բացարձակ չպիտի կեղծվի պատմությունը, չպիտի կեղծվի այն, ինչ եղել է։ Միանշանակ համաձայն եմ, որ գլխավոր մեղավորը հայտնի է բոլորին եւ չպիտի կեղծվի պատմությունը եւ նոր սերունդը պետք է իմանա ճշմարտությունը։ Եվ երբ ես ասում եմ, որ գլխավոր մեղավորը հայտնի է բոլորին, ես իսկապես նկատի ունեմ բոլորին, այդ թվում պարոն Մինասյանին, պարզապես պարոն Մինասյանը ուզում է կեղծել պատմությունը, որովհետև այնինչ եղել է բնավ ձեռնտու չէ քաղաքական գործ չի հեղինակության համար։ Իսկ ինչ է եղել, որպեսզի ես իմ ինտերպրետացիան իրադարձությունների վերաբերյալ չներկայացնեմ։ Ես մասնավորապես մի շարք միջազգային զեկույցներից, այդ թվում մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներից կներկայացնեմ այստեղ հատվածներ։ ԵԽԽՎ բանաձև 2008 թվական Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում ընդդիմության ավելի քան 100 համախոհների եւ խորհրդարանի 3 անդամների ձերբակալումը եւ շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնց մի մասն առերևույթ արհեստական է եւ պայմանավորված քաղաքական շարժառիթներով։ Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի դաժան հետապնդում։ ԱՄՆ պետդեպի զեկույց 2008 թվականի մարդու իրավունքների վիճակի մասին։ Պետդեպի զեկույցը մասնավորապես նշում է. Փետրվարի 19-ին երկրում տեղի ունեցան նախագահական ընտրությունները, որոնք աչքի ընկան զգալի խախտումներով։ Խնդիրները ներառում էին կառավարության տեխնացուի նկատմամբ բարենպաստ վերաբերմունք, քվեաթերթիկների լցոնման, ձայների գնման, բազմակի քվեարկության դեպքերը, ընտրողներին ահաբեկելը, ընտրական հանձնաժողովի անդամների եւ կուսակցությունների վստահված անձանց նկատմամբ բռնությունները եւ հանրային ռեսուրսների չարաշահումը ընտրական նպատակներով։ Մարտի 1-2-ի իրադարձությունները երկուսին իշխանությունները ուշ կիրառեցին ցրելու ընտրությունների անցկացման եւ արդյունքների դեմ բողոքող ցուցարարների մեծ բազմությունը։ Ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջև բախումների հետևանքով 10 մարդ զոհվեց։ Բռնություններից հետո իշխանությունները 20-օրյա արտակարգ դրություն մտցրեցին։ Իշխանությունները եւ նրանց ներկայացուցիչները թույլ են տվել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, մասնավորապես կապված նախագահական ընտրությունների եւ դրան հաջորդած ցույցերը ճնշելու հետ։ Իշխանությունները քաղաքացիներին զրկել են իրենց իշխանությունն ազատորեն փոխելու իրավունքից, իսկ քաղաքացիները ենթարկվել են ձերբակալությունների, կալանավորման եւ ազատազրկման իրենց քաղաքական գործունեության համար։ Քաղաքական ցույցերը ցրելու համար իշխանությունները ուժ են կիրառել երբեմն մահացու։ Իշխանությունները հետապնդել են իրենց հակառակորդներին վախեցնելու եւ վրեժ լուծելու համար։ Ոստիկանությունը ծեծի է ենթարկել նախնական կալանքի տակ գտնվողներին, ազգային անվտանգության ծառայությունը եւ ոստիկանությունը չեն պատժվել մարդու իրավունքների խախտումների համար։ Իշխանությունները կամայական ձերբակալություններ եւ կալանավորումներ են իրականացրել։ Հիմա անցնենք միեդ վճիռներին։ Միեդը ունի բավականին արդեն շոշափելի եւ կարեւոր նախադեպային որոշումների ցանկ, մասնավորապես Մուշեղ Սաղաթելյան ընդդեմ Հայաստանի գործով, Միասնիկ Մալխասյան ընդդեմ Հայաստանի գործով, Գագիկ Ջանգիրյան ընդդեմ Հայաստանի գործով, Նիկոլ Փաշինյան ընդդեմ Հայաստանի գործով եւ այլն։ Մասնավորապես այդ վճիռներում դատարանը արձանագրում է հետևյալը. Դատարանը գտել է, որ Ազատության հրապարակում անցկացված ցույցերը եղել են խաղաղ հավաքներ առանց բռնության կամ բռնարարքների որևէ հրահրման։ Դատարանը եզրակացրել է, որ առկա չեն համոզիչ ապացույցներ այն մասին, որ Ազատության հրապարակում տեղի է ունեցել զենքի կուտակում, զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով։ Այն մերժել է այն պնդումները, որ ոստիկանությունը տեղակայվել է Ազատության հրապարակում զենքի ստուգում իրականացնելու համար եւ որ զինված ցուցարարներն առաջինն են հարձակվել։ Դատարանը արձանագրել է, որ 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողության հիմնական, եթե ոչ միակ նպատակը Ազատության հրապարակում հավաքը ցրելն էր եւ որ այնտեղ տեղի ունեցած ցանկացած բախում հավանաբար պայմանավորված է եղել հավաքը դադարեցնելու նպատակով ոստիկանության կողմից ձեռնարկված միջոցառումներով։ Միասնիկյանի հուշարձանի տարածքում մարդկանց հավաքը, այդ թվում ավելի ուշ նրանց զինումը եղել են ինքնաբուխ եւ չկազմակերպված զարգացումներ, եւ որ ըստ էության 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակից ցուցարարներին բիրտ ուժով ցրելը, ինչպես նաեւ տեղի ունեցած մի շարք այլ նմանատիպ կամ անկառավարելի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ավելի ուշ այդ օրը, կարող էին դերակատարում ունենալ բռնության վերջնական սրացման հարցում եւ ոչ թե լինել ընդդիմության կողմից ծրագրված եւ կազմակերպված անկարգություն եւ հեղաշրջման փորձ։
Դատարանը նշել է, որ ներպետական դատարանների եզրահանգումները ձևակերպվել են շատ ընդհանրական եզրույթներով, առանց բավականաչափ կոնկրետ փաստական մանրամասների, որոնք թույլ կտային համոզիչ կերպով ապացուցել դիմումատուի կողմից, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, կատարված որևէ իրավախախտում։ Ներպետական դատարանները չեն տրամադրել բողոքի շարժմանը եւ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում սկիզբ առած ցույցերին ներգրավված լինելու ընթացքում Նիկոլ Փաշինյանին վերագրվող որևէ պատժելի արարքի, այդ թվում բռնության, հրահրման կամ դրդման բավականաչափ կոնկրետ օրինակներ։ Դատարանը արձանագրել է, որ ըստ էության դիմումատուն պատասխանատվության ենթարկվել ընդդիմության ակտիվ անդամ լինելու եւ խաղաղ հավաքների ազատության իր իրավունքից օգտվելու համար, այլ ոչ թե կոնկրետ պատժելի արարք կատարելու համար։ Ըստ էության Միեդը այս նախադասությամբ ասում է, որ Նիկոլ Փաշինյանը եղել է քաղբանտար։